Շնորհակալություն պարոն Կարապետյան այս հնարավորության համար։ Պարոն Կարապետյան, այնուամենայնիվ 734,000 գուցե ավելի մարդ ըստ էության, գոնե այս հաշվարկների պայմաններում իշխանությանը ձայն չի տվել։ Եվ կարծում եմ ընդդիմության նպատակը միայն իշխանություն հանուն իշխանության չէր, այլ կանխելու Ալիևյան հակ անթուրքական այն ծրագրերը, որը պատրաստվում է իրականացնել Փաշինյանը։ Երեք Թուրքիայից արդեն ազգայնական ուժերի ղեկավարը Բաղչելին բառացի ուղիղ արդեն ասաց, որ առանց բաների երկիմաստությունների բանի ասում է ուղիղ պետք է ասել Զանգեզուրի միջանցքը դա Թուրանի ճանապարհն է, որով իրենք փորձելու են թուրքական աշխարհը միավորել։ Ադրբեջանից ասում են, որ ՔՊ-ին հաջողության հասնելու համար իր հաջողությունը համարում են, որ սահմանադրությունը փոփոխեն ու արդեն Զանգեզուրի միջանց մյուս պլաններ իրագործեն, պետք է լինելու ընդդիմությունից գողանալ 7-8 ձայն, հա, իրենք հաշվարկները անում են, որ իրենց 71 ձայնը լրիվ ՔՊ-ի ձայնը բավական է, որպեսզի անեն։ Հիմա ըստ էության ընդդիմությունը կարևոր խնդիր ունի, որ չփոշիացնի այդ ձայները։ Ես ինչքան հասկացա ձեր նշած ճանապարհային քարտեզից, բայց վերջնական հասկանալի չի։ Մանդատները վերցնելու են, այդ թվում սահմանադրական դատարան են դիմելու, փողոցային պայքար է անելու, ճիշտ հասկացա, թե դեռ մանդատները վերցնելու հարցնել է այսպես տրված, որտեղ 734,000 ձայնը դա լուրջ ձայն է, հա, այսինքն դա այն է, ինչի չհասավ Նիկոլ Փաշինյանը, չէ, ինքը ուզում է սահմանադրական մեծամասնություն։ Հիմա բոլորի սպասումը դա է հստակ։ Ձեր կարծիքով եւ արդյոք այս հարցը արդեն քննարկվել է վերջնական վերցնել, չվերցնել, այդ որ ասում եք միասնական քայլեր անել։ Նայեք, բոլոր դեպքերում նորից եմ կրկնում, Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրություններում։ Եթե վերցնենք այն ընդդիմադիր ուժերը, ովքեր այսպես ասած վառեցին ժողովրդի քվեները, եթե դա չբաշխվեր քաղաքացիական պայմանագիր ուժը չօգտվեր այդ քվեներից, բոլոր հաշվարկներով երևում է, որ իրենք չեն հաղթել այս ընտրություններում։ Բայց իրենք փորձում են գրանցեն դա որպես հաղթանակ։ Եվ ամենակարևորը իրենք եւ իրենց աջակցող ուժերը սկսեցին զարգացնել այն նարատիվները, որ ընդդիմությունը չպետք է վերցնի մանդատները։ Քանի որ եթե մանդատները ընդդիմությունը չի վերցնում, իրենք ստանում են հնարավորություն միանձնյա կառավարել ազգային ժողովում։ Բոլորս հասկանում ենք, որ կամ իրենք կօգնեն, կանցնեն այնպիսի ուժեր, ինչպիսին ասենք Արամ Սարգսյանը կամ կան անհասկանալի ուժեր նույնպես, ովքեր կապահովեն իրենց թե սահմանադրական մեծամասնություն, թե ցանկացած քվեարկություն, դրա համար մի կողմում այս խնդիրն է։ Երկրորդ կողմում իշխանության լեգիտիմություն ապահովելու խնդիրն է։ Ես ուզում եմ այդ հարցը քննարկելով ընդդիմադիր բոլոր ուժերի հետ մենք հասկանանք, կվերցնենք մենք մանդատները, չենք վերցնի մանդատները, մենք պայքարելու ենք, քանի որ մենք մեր պետությունը ունենալու է ոչ լեգիտիմ իշխանություն եւ ունենալու է Ադրբեջանի եւ Թուրքիայի ձևավորած մեխանիզմը Հայաստանում, որով տանելու են մեր երկիրը թրկացման եւ կործանման։ Մենք ամեն ինչ անելու ենք, խանգարենք այդ process-ներին։ Ինչ վերաբերվում է մանդատների վերցնելուն, մենք դեռ ժամանակ ունենք, մենք հիմա բողոքել ենք սահմանադրական դատարան, ակտիվ մասնակցելու ենք այդ process-ներին, քանի որ լինելու է բաց քննարկում սահմանադրական դատարանում։ Եվ այդ օրերին այն հանրահավաքը կլինի, որի մասին ես հայտնեցի, սահմանադրական դատարանը պարտավոր է կայացնել ճիշտ որոշում, քանի որ ոչ մեկը չի կասկածում, որ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը անցել է 4%-ի շեմը, բայց բոլորիս աչքի առաջ ինչպես իրենք չեղարկեցին տամենը երկու ընտրատարածք եւ այդ
հարցին տվեցին ամբողջությամբ ապօրինի լուծում։ Դրա համար հույս ունենք Սահմանադրական դատարանում առաջին հերթին ճիշտ որոշում կայացվի, նոր ընտրություններ եթե պետք է անցկացվի։ Սահմանադրական դատարանից։ Հույսեր ունենք, որպեսզի Սահմանադրական դատարանը կայացնի ճիշտ որոշում։ Դրա համար հիմա հայտարարում եմ այն կուսակցությունները, ովքեր իրոք ցանկություն ունեն, ովքեր իրոք պայքարում են, ովքեր 7 խաղ չեն խաղում Փաշինյանի հետ, մասնակցեն այս process-ներին, բաց, թափանցիկ, մեր ժողովուրդը պետք է տեսնի, որ ուժերը իրոք պայքարում են Փաշինյանի դեմ, որ ուժերը օգնում են Փաշինյանին, բայց խաղում են ընդդիմադիր դիրքերից։ Մենք պետք է դա բացահայտենք մեր ժողովրդի առաջ։ Այս հարցին լրացում անեմ, շատերի մտավախությունը դուք եք լսել այդ մասին, որ ՔՊ-ն կարող է, ինչպես ադրբեջանցիներն էլ ասեն, այդ 7-8 կամ 9 ձայնը անասնագողություն տերմինը մեր քաղաքական միջավայրում արդեն շատ ակտուալ տերմին է, որ կարողանան վերցնել, հա, ընդդիմադիր ուժերից գողանան, մարդագողություն անեն, ինչպես եղավ նախորդ պարլամենտի ժամանակ։ Դրա հետ կապված նույնիսկ ասում են պետք է թուղթ ստորագրեն, նոտարով հաստատեն, ՀՀ-ում հայտարարություն անեն եւ այլն։ Ոնց եք դա կանխելու, սա դրան հավելել։ Եվ երկրորդ հարցը, այս լրացում էր ինձ կներեք, եւ երկրորդ հարցը Նիկոլ Փաշինյանը գինը այս ընտրություններում, այսպես ասած, ճակերտավոր հաղթելու, հա, որ այդ Թրամփով, Մակրոններով, չգիտեմ, Ռուսաստան լինի, Թուրքիա, Ադրբեջան, գինը պարզ է։ Զանգեզուրի միջանցք, հա, Սյունիք, հակառուսականություն, այս ամեն ինչն է։ Գինը դա է։ Հիմա արդեն այդ երկրները իրենից ասում են տղա ջան, ժամանակն է, պիտի վճարես։ Ընդդիմությունը դուք պատրաստ եք այդ գնի տակ մտնել, հա, նրանք, որովհետև դուք ասում եք պիտի դիմենք այդ երկրների ղեկավարներին, դեսպաններին, այդ դեսպանները եկել են, օրինակ ձեզ տեսել։ Ինձ շատ հետաքրքիր է, որովհետև դուք ընդդիմության առաջնորդը կալանավորված եւ կալանքի տակ, տնային կալանքի տակ չէր կարողանում Քարոզ Արշավանցնել։ Եկել է որևէ հատկապես Արևմտյան եւ նաեւ Ռուսաստանի որևէ դեսպան եկել է ձեզ հետ հանդիպի։ Քանի որ մենք նոր ենք ապացուցել, որ մենք գլխավոր ընդդիմադիր ուժ ենք, հույս ունենք դեսպաները դրա վրա լուրջ ուշադրություն դարձնեն։ Եվ մենք ցույց տվեցինք, որ մենք մեծ ուժ ենք։ Մենք նույնիսկ հաղթող ուժ ենք։ Դրա համար ես հույս ունեմ, իրանք դրան շատ ուշադիր կլինեն։ Մինչև հիմա իհարկե ոչ մի հանդիպում չի եղել, բայց ես հույս ունեմ իրենք էլ հիմա կհասկանան ինչ խնդիրների առաջ կանգնեցրեցին իրենք հայ ժողովրդին, քանի որ իրենք էլ իրեն ձևով մասնակցեցին այս ապօրինություններին, դա ոչ միայն արևմտյան երկրների, ես հույս ունեմ նույնիսկ Ռուսաստանի դեսպանն էլ ուշադիր կլինի այս հարցերին, քանի որ բացարձակ ապօրինություններով կատարված ընտրություններ են, նույնիսկ աշխարհի մասշտաբով, ոչ միայն Հայաստանի կամ ՍՆԳ-ի տարածքում։ Այսպիսի ընտրություններ ինձ թվում է ոչ մեկը աշխարհում չի տեսել, երբ ընտրության օրը, ընտրությունից 1 օր առաջ ձերբակալվում են կոնկրետ մեր քաղաքական ուժի բոլոր գլխավոր գործող մարդիկ, բոլորը, շտաբերի պետերը եւ շրջաների համակարգողները, բոլորը 103 մարդ կալանավորված են մինչև հիմա։ Կալանավորված են ամուսիններ։ Դա նոնսենս է աշխարհի մասշտաբով։ Դրա համար դրան պետք է ուշադրություն դարձնեն բոլոր դեսպանները։ Իսկ ինչ վերաբերվում է Թուրքիայի հայտարարություններին, Ադրբեջանի հայտարարություններին, դա հավատացեք առաջին քայլերն են։ Մենք ամբողջ ընտրաշավի ժամանակ զգուշացնում էինք 300,000 ադրբեջանցիների մասին։ Մենք զգուշացնում էինք Ալիևի հայտարարությունների մասին, Ալիևի վտանգավոր հայտարարությունների մասին։ Եվ մենք շարունակելու ենք զգուշացնենք մեր ժողովրդին սպասվող վտանգների մասին։ Ես ոչ մի կասկած չունեմ, որ Թուրքիան ունի
նպատակ, դրա համար ես ասում եի, որ այս ծրագրի մեջ մասնակցում են գորժ գայլերը։ Եվ այդպիսի գորժ գայլեր հաստատ մենք տեսնենք մեր ազգային ժողովում։ Կոնկրետ գորժ գայլերի ներկայացուցիչներին։ Դրա համար մենք հարկ ենք համարում նորից զգուշացնենք, նորից պայքարենք, որովհետև մենք եթե չենք պայքարում, մենք տեսնենք այդ ամեն ինչը մեր կյանքում։ Ինչքան էլ իրենց հայտարարություններով փորձեն կարեն մեր վրա այդ ընտրակաշառքները, չգիտեմ, տարբեր ձևերով եռագլուխ կուսակցություն, իրենք տեսան, որ արդեն եռագլուխը չկա, արդեն մենք 500,000 գլուխ ենք, 500,000 գլուխ են արդեն, ավելի ճիշտ նույնիսկ 800,000 գլուխ են, եթե համարենք փոքր կուսակցությունները, չէ, փոքր կուսակցությունների հավաքած ձայներն էլ 6-700,000 գլուխ ենք, իրենք գործ պետք է ունենան ոչ թե 3 գլխի հետ, իրենք հիմա պետք է գործ ունենան արդեն 6-700,000 գլխի հետ, և այդ գլուխները ամեն օր շատանալու են, քանի որ իրենք ամեն օր ձախողվելու են, դուք հիմա տեսնում եք առաջին քայլերը, ամբողջությամբ ոչնչացնում են Հայաստանում գյուղատնտեսությունը, ամբողջությամբ, ինչ կանել ուզես փողերով խրախուսես, մարդկանց խապես նորից, բայց դա շատ ժամանակավոր բան է, եթե բոլորս հասկանում ենք, եթե ձեռնարկությունը փակվեց, իրեն ռեստարտ լինելու համար ամիսներ ու տարիներ են հարկավոր, որովհետև դրան գործող մեխանիզմներ են, գործող աշխատողներով, գործող բանվորներով, իսկ հիմա դուք կարող եք որպես լրագրողներ ստուգել, արդեն հիմնականում գյուղատնտեսական հիմնարկները իրենց բանվորներին անվճար բաց են թողել։ Ինչ արագությամբ կարող են այդ ռեստարտը ապահովել, մենք չգիտենք։ Ես տեսնում եմ, որ լուրջ վնաս է հասցվելու Հայաստանի տնտեսությանը, առավել ևս գյուղատնտեսությանը։ Դրա համար մարդիկ պետք է դա հասկանան, մարդիկ պետք է մեզ լսեն, վստահեն, որ մենք ոչ մի շահ չունենք։ Մեր հետևում չկան պետություններ, դուք բոլորը տեսաք նախընտրական փուլում, ոչ մի պետություն չարեց հայտարարություն մեր օգտին։ Դրա համար մենք հենվելու ենք մեր ժողովրդի վրա, ավելացնելու ենք մեր ժողովրդի վստահությունը մեր նկատմամբ, դրա համար համախմբելու ենք ընդդիմությանը, համախմբված ընդդիմության վստահությունը ունենալու է նոր էֆեկտ, սիներգիչսկի էֆեկտ։ Մենք հենվելու ենք այդ էֆեկտի վրա և ամեն քայլ ճիշտ գնահատելով կանենք մեր հաջորդ քայլերը։ Ինչ վերաբերվում է մանդատներին վերցնելուն, ես արդեն բացատրեցի, իհարկե Փաշինյանը և իր կողմնակիցները չեն ուզի մենք մանդատ վերցնենք, բայց մենք ուշադիր քննարկելու ենք, դրա համար ասում եմ, բաց քննարկումներ են լինելու, ուղիղ եթերում են լինելու այդ քննարկումները, որ մեր ժողովուրդը ճիշտ գնահատի բոլոր հարցերը, մանդատները ճիշտ է վերցնել, թե ճիշտ չի վերցնել։ Ընդդիմության մեջ դուք տեսնում եք շատ պատրաստված գրագետ մարդիկ կան, ավելի ճիշտ գնահատականներով, մեր ժողովուրդը դա նորից պետք է լսի։ Դրանից հետո մենք ունենք սահմանադրական դատարանի որոշումը, թեկուզ լավ կամ վատ, բայց դա լինելու է որոշում։ Մենք նույնպես ցույց կտանք ժողովրդին, որ այս մեխանիզմն է աշխատում։ Եթե վատ որոշում լինի, չկա սահմանադրական դատարան։ Երկրորդ թե մեկ օր առաջ մենք տեսանք, որ Հայաստանում գոյություն չունի կենտրոնական ընտրական հանձնաժողով։ 1 րոպեում ապօրինի որոշում կայացրեցին, մի ամբողջ կուսակցության հավաքած 60,000 ձայները դրեցին, ջրեցին։
մենք հերթով պետք է ցույց տանք բոլոր կառույցների ապօրինությունները եւ դրանից հետո նորից եմ ասում արդեն ամբողջական ընդդիմությունով որոշենք մեր հաջորդ ու գլխավոր քայլերը